Սկսեց, հա, այո, այստեղ է միանանք, շատ լավ, բարի երեկո, եղբայր քույրեր ջան, նրանք, որ այստեղ են միասին, նրանք, որ առցանց են, աղոթքով մենք սկսենք, շատ լավ, Հայկ եղբայր ջան, աղոթքով կարանք սկսել։ Շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, այս գեղեցիկ առիթի համար, որ կրկին ընձեռնեցիր մեզ հավաքելու քո շուրջ, քո խոսքը լսելու, քեզանից սովորելու եւ այն ինչ պիտի լսենք, թող լինի մեր խոնարհումի համար, մեր սիրո ավելացնելու համար։ Տեր, ինչ որ պիտի սովորեցնես, միայն թող քեզ փառք բերի։ Օրհնվենք այստեղ բոլորս, ովքեր պետք է միանանք քո խոսքիդ համաձայն եւ առատ օրհնություններով այստեղից դուրս գանք, օրհնես եղբորս, հովիվ եղբորս, որ պիտի քո միջոցով մեզ հայտնի այն, ինչ քո ճշմարտությունների մեջ է։ Փառքիդ համար Հիսուսի անունով խնդրեցինք։ Ամեն։ Ամեն, ամեն։ Ուրեմն մեկ թագավորած 8-րդ գլուխ հարցարան ունեք ձեր մոտ, անգյազ ասելով հեշտ գլուխ է ուսումնասիրության համար, այդպես խրթին չէ, բայց նրա մեջ բավական հոգևոր առաջնորդության եւ ժողովրդի հնազանդության դրսևորման այդ առաջնորդության հանդեպ այդպիսի սկզբունքներ ունենք լիքը նմանoma տիրոջ առաջնորդության նկատմամբ ուրեմն ինչպես ասենք ինքը դժվար չի բայց միևնույն հետաքրական գլուխ է ուրեմն առաջին համարից նայելով առաջին մեր հարցի հետ եւ այդպես ընթանանք սկսենք այնտեղից եւ երբ որ Սամվելը ծերացավ իր որդիներին Իսրայելի վրա թադավոր դրավ եւ նրա անդրանիկ որդի անունը Հովել եւ երկրորդի անունը Աբիա էր եւ Բերսաբեյումը դադավորություն էին անում եւ նրա որդիքը չգնացին նրա ճանապարհների մեջ այլ շահասիրության հետևից ընկան եւ գաշարք էին առնում եւ իրավունքը ձրում էին եւ մի տեսնենք հիմա այս իրադարձության առջև ժողովուրդը արդեն սկսում է ուրիշ առաջնորդական դարբեր ասենք թե ծևիմը ցանկանալ որ է թագավորի մկարիկը հիմա առաջին հարցի առնչությամբ կարող է աստվածավախ առաջնորդը հիմա այս բարակային Սամվել Մարգարեն կարող է աստվածավախ առաջնորդը երաշխավորել աստվածավախ սերունդ ոչ հստակ է որովհետև սրա վրայով այո երանի թե այնպես մլիներ որ օրինակ ասենք թե մեկը ներգրաված է հոգևոր ծառայության մեջ եւ կարեւոր չէ ինչ տեսակի անարումով որ երեց է սարգսավակ է սուրբ գրքի սերդողության առաջնորդ է օրինակ երկչախումբի առաջնորդ է դարբեր կամ գիրակնորիայի առաջնորդ է կարող է մեկը երաշխավորել որ իր որդիները նմանապես նույն հոգևոր մտայնությամբ նույն հոգևոր այդ ոգեշնչմամբ այդ սիրով հետևեն Աստծո ոչ Երանի այդպես էր եւ նայեցեք Սամվելի նման մարգարեմը տեսնում ենք որ ինք չկարողացավ այդպես ըննել հիմա սա միթե իհարկե սա ուրիշ հարց կա նրա խնդիրն էր որ ինքը երբեմն առաջնորդներ հոգևոր առաջնորդներ շատ սպաղ են իրենց ընտանիքներուն չեն կարող պետք եղած ծևով խնամք տանել որ նրանց երեխաներն էլ Տիրոջը գիտության մեջ ավելի աճեն, բայց միևնույն մենք գիտենք, որ ազոգամքը մի բան է այդ առումով, որ երբեմն անցիկա, որ իրենց մեղքի մեջ մնում են, եւ այդ անցիկը փրկության ժառանգորդներ չեն, եւ ծնողքը որքանալ անե, չի լինում, չի ստացվում։ Այդ երկու կողմերը պետք է նկատի առնվի։ Իհարկե, իմ եւ քու բարդականությունը մեր զավակների հանդեպ որ մեր երեխաներին տիրոջ երկյուղով եւ նրա պատվիրանների մեջ մեծացնենք նախ եւ առաջ մենք մեծանալով որբեսի երաշխավորենք որքան որ հնարավոր է որ նրանք աշխարհի ցանկություններից աշխարհի այդ բաներից որ Աստուծուց մեկումը սիրտ դերացնում են որ նրանք կարողանան Աստծո հետևել եւ երբ մենք անում ենք այդպես մեր խիղճը հանգիստ է այո սա չի երաշխավորում, որ մեր զավակները հոգևոր պիտի դառնան, Երանի այդպես լիներ, Երանի եթե իմ կամ գու իբր հոգևոր հայր կամ մայր նվիրվածությունից քո զավակները իմ զավակներն հոգևոր դառնային։
Այդպես չի ստացվում։ Երբեմն այդպես ոչ։ Հիմա հարցը ուրիշ հարցը Սամվելի բարակային միթե հիմա սա մեր արցարանում չէ։ Սամվելի բարակային միթե Սամվել ինք որովհետև տեսնում եք իր զավակները ոնց մեծացան, մի խոսքով հեղի 2.0, 2.0 հեղին ինչպես էր մի քանի գլուխ առաջ իր զավակներն ալ հեղին հավատացյալ մարդ էր, թերություններ ուներ, այո, տեսանք։ Հիմա գարշ պատասխանով միթե Սամվել սրա մեջ խնդիր ուներ կամ ոչ։ Այս իր հանցանքն էր այսպիսի զավակներ, որ մեծացան, որոնք իր խնդիրն էր կամ ոչ։ Հա։ Ինչու։ Եթե այո ասենք ինչու, ոչ ասենք ինչու։ Ինչու։ Ամենաբարձ պատասխանը ի՞նչը։ Դա Աստծո գործն է, ոչ թե մարդու։ Okay, բայց ուրգից գիտենք, Գործեր փոխողը եկան Աստծո։ հա, 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 հասկացանք, բայց ուրիշ մի բան կա, շատ բարձ բան մը։ Աստված վախությունը Աստծո։ Ժառանգաբար չի փոխվում։ Okay, այսպես ասենք, Սամվել ինք հանցավոր էր, որ զավակները այդպես մեծացան կամ ոչ։ Եթե այո ասենք, ինչու, ուրգից գիտենք, եթե ոչ ասենք, ուրգից գիտենք։ Հա, ադե պատասխանը։ Սուրբ Գիրքը երբեք չի ասում, Աստված երբեք չի այ բանում Սամվելի, ասելով, որ Սամվել դու անցավոր ես, բայց հեղի բարակայում խնդիրը դարբեր էր։ Ազոխոսքը ստագանում են, որ հեղին սխալ ուներ։ Աստված չի մեղադրում։ Սխալ կամ մեղադրման, որովհետև Շատ բարձ ձևով։ Ուրգից գիտենք։ Սուրբ Գրքից, Սուրբ Գրքից։ Գիտենք մենք չենք հասկանում, որտեղից ենք հասկանում։ So, ուրեմն տեսում ենք, որ երկու որդի ուներ, նրանք դատավորություն էին անում, եւ հարցը աստեղ ուրիշ բան մնա տեսնում ենք առաջին ամառում, որ ինք իր որդիներին Իսրայելի վրա դատավոր դրավ։ Հիմա միթե ես հովիվ ասենք թե օրինակ ես իմ դղուս հովիվ գարկեմ։ Շիդակ եսա։ Հիմա սա հովական բանի մասին չի խոսում, հասկանում ենք։ Արկողներ կան, հովիվ եղբայրս։ Ադի ուրիշն է հարցորակ, բար ադի ուրիշն է։ Բայց ինչու դրավ։ Կարող է որ լավ բաներ տեսավ նրանցից, կարող է որ, հա, ավելի հավատքի մեջ եղնե։ անալգա, որ կարող է այդպիսով նրանք ավելի ներգրավել ազո բաներով, Իրավիճակներին վերահսկի կամ տեղյակ լինի ինֆորմացիա։ անալգա, շիդագ է, այո, Բայց այդ ժամանակ սովորություն չկա, որ փոխանցվում էր ծառայությունը հիմա հարցը հետևյալն է, բանի դադավորած գրքում, դադավորները ոնց բարձրացվում էին, ով բարձրացնում էր նրանց, Աստված բարձրացնում էր նրանց, հա, ժողովրդի միջոցով, Աստծուն սպասավորություն անելու համար իրանց ցեղներ չէ, որը սերնդեսերուն գնում է։ բայց սա դադավորները չէին, նրանք քահանաները, Հեֆտասիներին ավրա։ հա, հա, so այս պարակային դադավորները նույնը չեն, հիմա մի խոսքով, հիմա ես չեմ ասում, որ Սամվել ինք սխալ արեց, Ազոխոսքը երբեք չի ասում, որ Սամվել ինք սխալ արեց, բայց հարցը բարձրապես քննարկման համար, որ եթե այո ասենք ինչու, եթե ոչ ասենք ինչու, Հազարություններ, որ նրա որդիները տրվեցին։ ինքը այդպես արեց, իհարկե, հիմա սա պետք է նկատի առնենք, գիտնալով Սամվել մարգարեն, ես անցապես չեմ հավատում, որ ինք իր դրդաբաճարը, որ զորօրինակ իր որդիներին լավ աբակամը ապահովի, գիտնալով նրան, ինքը Նրանք չեն կարող մտածենք, որ Սամվելը շատ լավ էր, որ դա Աստծո կոմիսար նշանակում, այդ ծառայության դատավոր որպես նախաձեռնություն Աստծոն ինքը ինքնուրույն լինելով Սամվել ոնց կրեր որոշում կայացնել։ աղոթքի մարդ լինելով Սամվելը գավադամ որ հավատում եմ որ ինք այսին ահովը թողով մոտեցած էր այդ բանին, բայց վերջը բացահայտվեց որ իր երեխաները իր նման չեն։ Այդպիսով։ Եվ plus դրան հովիվ եղբայրս մտածում եմ, որ ինչու նման քայլ արեց, որքան դեռ ինքը կենթանի է, հսկողության տակ պահի եւ ինքը սովորեցնի փոխանցի որպես Արդեն ասում է, չէ, Սամվելը ծերացավ ասում է, Իսրայելի վրա դադավոր դրավ իր որդիներին։ Եվ նրանք հայտնի է, որ երեխաներ չէին դագավին։ Բայց դատավորներից ասում արդեն թակավորների, որ գնում են ասեն խոսքի բողոք են անում ծերերը։ Ինչպես։ Անցնում արդեն թակավորների։ Հա, մեր պատմությունում, այո։ Ծո ծրագրի մի մասն է կազմում,
այդպես արե, որ Նե նրա մասին է պիտի անդրադառնանք հետո, այո, այո։ կամ քնա դա։ Այո, այո։ Մեր վերջին հարցը մանավանդ սրա հետ կապ ունի։ 100%, ինչ որ ասացիր, չի մոռանաս։ Վերջին հարցին կամը դու պիտի պատասխանես հարցը։ Հա։ Ուրեմն, շարունակելով տեսնում ենք, որ նրա որդիքը չգնացին նրա ճանապարհների մեջ։ Այլ շահասիրության հետևից ընկան եւ գաշարք էին առնում։ Ինչի որովհետեւ հոգեվոր առաջնորդության դերմը, երբ ժողովրդի վստահությունը դու շահում ես ժամանակի գտրվածքով, ժամանակի ընթացքում, վերջը գարա մեկը շահագործել իր դիրքը։ Եվ այդպիսով շահասիրության հետևից եղան եւ գաշարք էին առնում եւ այդպիսով քան թե արդարությամբ դադաստան անեին մարդկանց միջև զորնակ կարող է մեկը ուրիշի վշտացած էր, ուրիշ մեկի վշտացած էր եւ ինքը անցավորը դադավոր ես դու Սամուել քեզ գարկած է դադավոր, բայց գաշարք առնում ես, որ քո խնդիրը չդադվի եւ մյուսը իր իրավունքը ոնց որ կերար այդպիսով մնաց Այ Բայց չգիտեմ քանի սոֆա կա, այստեղ սոֆա քույրը կա այստեղ, Էվոյան, այստեղ կա որովհետև on-line է։ Հա, ճանի հինը անիգա, ատուրեղ վարսյա։ Այո, այնտեղ է, այո։ So, եւ իրավունքը ձրում էին։ Եվ Իսրայելի բոլոր ձերերը ժողովեցան եւ գնացին Ռամա Սամվելի մոտ։ Այսինքն մի տեղ ասա, որ այլևս enough is enough անգլերենով ասում ենք հերիկա այլևս։ Հերիկա։ Եվ նրան ասեցին, ինքը Ռամա ապրում էր, ահա դու ձերացել ես, ահա Վասիկ երկրորդ հաստատումը, որ Սամվել մարգարեն արդեն դարի կարել է։ Հավանական է այստեղ ինք արդեն իսկ 60-ներու մեջներ, ինչ որ մեկնաբաններ այդպես ենթադրում են, դարբեր տարերի առնչությամբ, եւ քո որդիքը չեն գնում, արդեն նրանք գիտեին, եւ ծերերը, որ ասում ենք, իհարկե, ազո ժողովրդի Իսրայելի ոնց որ պատասխանատու մարդիկը, այդ մարմինը, որ նրանք Իսրայելը առաջնորդում են, ինչու որովհետև ներկայիս դադավորը միակ Սամվել ինքն է, ուրիշ դադավորի մասին չենք կարդում այդ առումով, եւ ով պիտի նրանց հարցերը լուծի, եթե Սամվել արդեն ծերանում է, եւ օրը գալիս է, որ նրա որդիները շարունակեն, եթե ինչպես պիտի ստացվի մեր ժողովրդի վիճակը, չեն ուզում։ Նրանք գնացին եւ ասեցին, ահա դու ձերացել ես եւ քո որդիները չեն գնում քո ճանապարհների մեջ։ Նրանք հասկանում էին, ինչու որովհետեւ երրորդ համարում արդեն նույն այդ ասացվածքը կա հեղինակի միջոցով չգնացին, ասում է նրա որդիները, նրա ճանապարհների մեջ եւ երեցներն ալ արդեն նշмарած են, տեսած են, քո որդիները չեն գնում քո ճանապարհների մեջ, արդ մեզ վրա թակավոր դիր, որ մեզ դադե, ինչպես որ ամեն ազգերը։ Երկրորդ հարցը, ի՞նչն է Իսրայելի մտահոգությունը։ Արդյոք մի բան իհարկե, այս համարներից, արդյոք դա աստվածաշնչային առումով դրամապանական մտահոգություն է։ Աստվածաշնչային առումով, ոչ թե մարդկային առումով։ Մարդկայինն է գարանք խոսալ։ Հիմա Անաքույր ասում է, չէ, դրամապանական չէր, աստվածաշնչային առումով, չէ։ Okay։ Դուք ինչ ասում եք։ Ինչու պիտի հարցնենք հետո, եթե դրամապանական չէր։ Դրամապանական չէ, որտեղ Աստված է իրենց թագավոր։ Որ Աստված է իրենց թագավոր, այո, եթե գլուխը եթե գարտացել ենք, արդեն գիտենք, հիմա մարդկային առումով բայց մտածենք մի քիչ։ Մարդկային առումով կարային է։ Այո, ինչու։ Որտեղ Ինչու։ իրենց Իսրայելի համար պետք էր դատավոր թագավոր։ Այո, որովհետև տեսնում էին սխալ ուղղությամբ գնում էին, շիտակ։ Տեսնում էին, որ եթե մեր երկրի առաջնորդությունը այսպիսի մարդիկ կլինեն, խնդիր է մեզ համար։ Սամվելի հետ իրենք գոհ էին, իրենք ուրախ էին, Սամվելի հետ խնդիր չէ, նրա համար է, որ ասացինք, որ անսամպես չեմ կարծում, որ Սամվել ինք սխալվեց իր որդիները դնելով, ինչու որ ինքը չգիտի ամեն բան։ Մի մոռանաք 16-րդ գլխի մեջ, երբ դերը ուղարկեց Սամվելի, ուղարկում է Սամվելի Հեսեի դանը, որ այնտեղ գնա եւ հաջորդ թագավորը, որ դերը ինք ընտրած է, որ օձի նրան Սամվել տեսավ առաջին զավակը, տիրոջ օձյալն է սա, բարձրահասակ եւ այլն, դերը ինչ ասեց, դերը մերժած է ասեց նրան, որ դե մարդը դուրս նայում է, ոչ թե սիրտը։
Մի խոսքով, եւ հետո Սամվելը 6 երիտասարդ եւս ուներ իր արչեւ։ Մինչեւ որ ուրիշ մեկը գա ասեց։ Ինչու է Սամվել ուղարկված է այդ տանը եւ գիտի որ դերը եթե ասեց այն դանից պիտի լինի, ուրեմն պիտի լինի, բայց ներկա 7 հոգի գա, ուրիշ գա ասեց։ Ոչխարների հետ գիտես 16 տարեկան այդպիսի բան մներ այնատեն ինք Դավիթ բերեք նրան, որտեվ ուրիշ եթե 8-րդ եւ վերջինն նա է։ Մի հատ պիտի լինի։ Այսինքն ինչ է ասելս, որ նույնիսկ Սամվել գարար սխալվել։ Սամվել գարար սխալվել։ Հենց այդ երևի հենց այդ ձևով էլ Տերը Սամվելին բացատրեց, որ մի անգամ արդեն այդտեղ սխալվել ես։ Կարող է։ Քո երեխեքին ես դրել։ Դե այդպես չասես, բայց հա, որտեվ Մարգարե ասել չէ, որ եթե Աստված չհայտնի նրան, սա չի նշանակում, որ ինք մարդկանց սրտերը գարթում է 100%-ով։ Չէ։ Մարգարեն մենք երբեք չունենք ազոխոսքում, որ Մարգարեմը ինք պետք է կարողանա մարդկանց սրտերը եւ մտքերը գարտա։ Եթե դերը չհայտնի նրան, չուղորթի նրան, ինք չի կարող։ Չէ՞ թե ոչ Մարգարեն ամենակետ չէ։ Ադիմյան ասված է։ Ուրեմն շարունակելով այդ մտահոգությունը, այո, ինչպես որ Անաքույրը ասեց, սուրբ քրային առումով, աստվածաշնչյան առումով դրամապանական մտահոգություն չէր, բայց մարդկային առումով այո, ինչու որ մարդկային առումով նրանք մտահոգ են, նրանց երկրի վիճակը լավ չի, առաջնորդության խնդիր կա, եւ մենք չունենք հիմա կարող առաջնորդներ, ոչ թե միայն կարող լինեին շատ բաների մեջ, սա չի նշանակում որ մեկը որ գաշարք առնում է կարող չէ շատ բաների մեջ, եթե այդ երկու երիտասարդները կարողություններ չունենային, չէին կարող ժողովրդին համոզել, որ իրենք ծառայության մեջ մնան։ Հոս է խնդիրը։ Շատ անգամ առաջնորդներ որոշ լավ հատկություններ ունեն, նրա համար է որ շարունակում են ծառայելու։ Բայց որոշ 1-2 բան կա, որ նրանց ուշադրություն մի դարձնես։ Եվ արդեն ժողովուրդը տեսնում էր, նրանք որտեղ ամոթ չունեին, այսինքն հիշում ենք անգամ միևս Հեղիի այդ երկու որդիները, ամոթ չունեին եւ գաշարք առնում էին եւ իրավունքը ծրում էին։ Եվ այս բանը 6-րդ, հա, Աստվածային տեսանկյունից Իսրայելը առանձնացված որպես ընտրյալ ժողովուրդ էր, ազգ որպես ընտրված առանձնացվել, իսկ ժողովուրդը ձգտեցին նորից նմանվել աշխարհի մոդելին։ Աստվածային տեսանկյունից ոչ։ բան ճիշտ ադորմասին դրա մասին է գլուխը, այո։ Ուրեմն շարունակելով, որ երրորդ հարցին անդրադառնանք, եւ այս բանը Սամվելի աչքին հոս հայրնով ասում է վատ երևեցավ։ Հիմա բառացիորեն ջար երևեցավ։ Որ ասեցին թե մեզ թակավոր դուր, որ մեզ դադե, եւ Սամվելը աղոտ կարավ Տիրոջը։ Հիմա մանավանդ կենտրոնանալով երրորդ հարցը անդրադառնում ենք, մանավանդ կենտրոնանալով 6-րդ համարի վրա, հիմա այստեղ 5 եւ 6 նշած եմ ես, իրար հետ գաբ ունեն որովհետեւ, բայց հարցը 6-րդ համարն է գլխավորը, որ երկու առաջնորդական սկզբունքներն են ցուցաբերում Սամվելը ժողովրդի թակավոր ունենալու ցանկության լույսի ներքո։ Աղոտ կարեց, այսինքն աղոտքը իր կյանքում եւ քանի դեղեր տեսնում ենք, որ Սամվել աղոտքի մարդ էր, աղոտ կարեց եւ երկրորդ ինչ տեսնում ենք։ Հարցը տեղափոխեց Աստծո առաջ, ոչ թե ինքը որոշում կեր։ Այսինքն աղոտ դրա մեջ։ Հա, եւ ուրիշ ինչու չար երևեցավ նրա, հա։ Որովհետև իր զավակների վիճակը տեսել էր արդեն որոշ Okay. Բայց ուրիշ ոնց կարանք ասել, որ իբր լավ հոգևոր առաջնորդական սկզբունք, առաջնորդը աղոտքի մարդ պետք է լինի, այո, TV 2 Սվետ Պամը ասում էր։ Հա, այո։ Ասա։ Okay, հիշեցնա ասա։ Ուրիշ մի բան եւս։ Հա։ Իբր հոգևոր սկզբունք։ Իր ճանապարհով չեն գնամ Սամուելի։ Այսինքն հոգևոր Չէ, ինք խախտում է տեսնում։ հա, ինք որովհետև մյուսը նաև որ ինք այո, բարձաբես որ իր հա։ Մենակ Աստված թակավորը։ Հա, հասկանում ենք սա,
որով ինչու որ ասում են թակավոր դուր եւ միակ Աստված այ նրա համար չար է սա, բայց ինք նախաբաշարում չուներ իր զավակների առումով։ Իր նախաբաշարում չուներ իր զավակների առումով։ Նա է, որ ինք չասեց, որ նա է, ես կարկած եմ։ Սեփական հասկացողությունը Ճիշտ։ Անձնական վիրավորանք չտեսավ, այլ խնդիրը տարավ Տիրոջը։ Հա, որը մեկ գարա ասել, որ դուք ինչ անում եք այստեղ։ Ես աստեղ Սամուել Մարգարեն եմ, դուք ով եք։ Աստված ինձ դրեց այս ծառայության օրինակ։ Հա, չասեց, որ իմ միթե դադողությանս կասկածում եք, ես սավակներս դրած եմ, որ ցեզ ծառայեն, դուք ոնց մինակ չեք անում նրան, չեք ուզում մերժում եք նրան, այդպես չկա։ Եվ անշուշտ դիրոջ գնաց եւ սա մեր 4-րդ հարցի հետ կապ ունի, ինչպես պետք է արձագանքել, երբ հրադապ իրավիճակներ կան, աղոթքով։ Երբ չար թվալու մի բան հա, այո, ասե։ Հա, իհարկե։ ոչ թե ծերերը եկան ու դեմ էին չարությանը, որ իր զավակները չարեն, այլ նրանց սրտերն ավելի շատ դեպի աշխարհն էր, որ մեզ թակավոր տուր, ինչպես աշխարհն է։ Հետո արդեն գասե, այո, հա, էլի գասե հետո, այո, ազգերը, ամեն ազգերը, հա։ Այդ մեր թակավոր դիր, որ դատի մեզ ինչպես ունեն բոլոր ազգերը։ Սա ոնց որ նրանց Բոլոր ազգերը Աստված չունեին։ չունեն, նրանց ոնց որ դրդաբաճարն էր արիթը օգտագործել, որ հիմա սպասում են այդ արիթին, որ Սամվելի գնան ասեն, որ մենք այլես թակավորի գարիք ունենք, դադավոր մեծ չունենք։ Որ իրանք աստվածային ընտրած մոդելը, որ միայն իրանք առանձնացած ժողովուրդ, որ նման աստված առաջնորդի, իրանք էլ հետ գնացին դեպի Եգիպտոսի մոդել։ Հա, ժողովուրդ աշխարհի մոդելի։ Ժողովուրդը սա ցույց է տալիս, որ Ժողովուրդը անարդարությունից չեն բողոքում, էլի սիրտը ուրիշ տեղ է, բայց ժողովուրդը չէին փոխվել։ Նայեցեք այս հատվածը կարդանք 2 Օրինաց 17 գլուխ 2 Օրինաց 17 գլուխ 14-ից 20 ամառները։ Նայեցեք Աստված արդեն ինչ ասած էր Մովսեսի միջոցով։ Մի խոսքով մարգարեացած էր այդ առումով, որ Տերը Մովսեսի միջոցով արդեն ասում է ինչ կբադահի Աբաքայում քո ժողովրդի հետ։ Երբ որ մտնես այն երկիրը, որ քո Եհովա Աստվածը քեզ գտա, Քանանու երկիրը, խոստացյալ երկիրը, եւ նրան տիրես եւ նրանում բնակվես եւ ասես ինձ վրա թակավոր դնեմ այն ամեն ազգերի պես որ իմ շուրջն են, անբաճար քո Եհովա Աստծո ընդրած մարդին քեզ վրա թակավոր դնես, քո եբրայեցիները քեզ վրա թակավոր դնես, դու չես կարող քեզ վրա թակավոր դնել մի օտարականին, որ քո եղբայրը չէ։ Սակայն նա շատ ձիեր չունենա եւ ժողովրդին ետ չդարձնե Եգիպտոս շատ ձիեր ժողովելու համար, որովհետեւ Եհովան ցեզ ասեց, որ այն ճանապարհով այլ եւս ետ չդառնաք։ Նաեւ իր կանանցը չշատացնե, որ սիրտը չխոդորվե։ Բարի եկար Սողոմոնի իմաստուն։ Եվ իր համար արձատը եւ ոսկին շատ չշատացնե, եւ լինի որ իր թակավորության աթորի վրա հենց որ նստեց, գրե այս օրենքների օրինակը այն գրքիցը, որ Ղևդացի քահանաների մոտ է։ Ազո մարդը, թակավորը, ինք պետք է ազո խոսքի հմուտ պետք է լիներ։ Այդ հասկացողությունով, որ ինք պետք է ոնց այնադեն իհարկե, այսպեսի մեր հերախոսներում հավելվածներ չունենք սուրբ գրքի կամ սուրբ գրքի տպագրված գրքեր չունենք, պետք է ինք իր ցերկովը ազո խոսքը չի ասում թակավորը ինքը իր ծառաները թող նրա համար գրեն։ Չէ, մենք գիտենք, որ երբ մենք մեր ցերկով մի բան գրում ենք, ավելի մեր միտքը մնում է, սովորում ենք, մտորում ենք նրա վրա։ Եվ 19 համար այն իր մոտ մնա, այդ գրածը իր մոտ կմնա։ Ինք պատասխանատու է այդ գրքին, ինչ որ գրում է ազո խոսքի այս գրքի օրինակին։ Եվ իր կյանքի բոլոր օրերումը գարթա, բոլոր օրերումը, որբեսի սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ։ Ինչ քաղցր խորհուրդ է սա։ Ազո վախը միակ վախն է այս կյանքում, որ բարադում է ամեն ուրիշ վախ։ Եթե մեկը ազուց վախենում է, ուրիշ ոչ մի բանի չի վախենում։ Ոչ մի բանի։ Նույնիսկ մահից չի վախենում։ Հա, ես չեմ ասում, որ մեկը չի կարող անանք ստանալ, որ հիմա հիվանդ է, կարող է մի տարից մեռնի եւ այն եւ այն։ Գիտե ինքը որ գնում է։ Իսկ դրա վերջը եղբայրան, վերջը Աստծո չի վախենում, Աստծո սիրել։ Հա, ազո վախը նրա սիրո այդ
բանը ավելացնում է, ոչ թե մեր վախը Ազո անտեպ հարկանքի բանը։ Մարդկային վախ չի, Այո։ հարգելն է այդ։ Վախ չի, էլի արդեն հարգանք։ Այդ ագնաձանքը Ազո անտեպ, այո։ Եվ այն իր մոտ մնա եւ իր կյանքի բոլոր օրումը գարթա, որպես սովորե իր Եհովա Աստվածանից վախենալ եւ այս օրենքի բոլոր խոսքերը բահել եւ այս կանոնները զգուշությամբ կատարել։ Պատկերացրեք, զգուշությամբ թագավորը ազատ չի այդ առումով, որ ինք ուզած ծևով մարդկանց անի իր բադագներին։ Աստծո ստրուգնա ինքը, որ իր սիրտը իր եղբայրների վրա չբարտանա, հավասիկ։ Երբ Աստծո մարդը, այս բարակային թագավորը, Աստծո ծառան, ինք Աստծո արչև խոնար է, վախենում է Տիրոջից, իր խոսքը հարգում է, զգուշությամբ Աստծո կանոններ կատարում է, իր սիրտը չի հբարտանում։ Եվ այս պատվիրանքներից աճ ու ցախ չխոդորվե, որ իր թագավորության վրա երկար կյանք ունենա Իսրայելի մեջ ինք եւ իր որդիքը։ Ուրեմն սա Աստծո մարգարեությունն էր այդ առումով, որ Աստված իրեն ասած էր, որ նա է, եթե թագավոր լինի, այսպես պետք է լինի։ Հիմա շարունակելով հասանք 7-րդ համար։ Սամվել աղոթեց Տիրոջը 6-րդ համարի վերջը եւ դերը Սամվելին ասաց. լսիր ժողովրդի խոսքը։ Հիմա եթե մեկը միան մինչև հոս կարտար եւ չի շարունակեր, օրինակ մեկ թագավորների գիրքը գարտալ, կարար ասել, որ ուրեմն սա Տիրոջ կամքն էր 100%-ով։ Բայց նա ինչ ասում է։ Եվ այն ամենը, ինչ քեզ ասացին, Աստված ասում է, լսիր, արա, տուր իրենց ուզածը, որովհետև խնդիրը, Աստվածային որովհետև խնդիրը, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ։ Սա ցավալի խոսքեր են Տիրոջը բերանից։ Ինչու՞ որովհետև պատկերացրեք, որ զորօրինակ, բադահում է, որ օրինակ եկեղեցի մեջ իմաստուն Աստծո Սուրբ Հոգով լեցուն եղբայր մը գա, քույր մը գա եւ երդասարդ մը գա, երդասարտուի մը գա, որ Տեր նորաբ աշխարհած է, Տեր շատ բան չգիտեր Սուրբ Հոգով լեցուն, չէ, ինչպես որ այդ քույրը կամ եղբայրը։ Եվ խրատ տալիս է այդ քույրը այդ երդասարդ քրոջ օրինակ ասենք, եւ այդ քույրը ասում է, «Այս բարավովա», օրինակ, «Այս բարավովա», բայց այդ քույրը իր լավության համար ասում է այդ բանը։ Եվ Աստված մի խոսքով այսպիսի սկզբունքային առումով այդ քրոջը հիշեցնում է, որ դու գիտես, որ դու շիդագը ուզում ես նրա համար, եւ ինք ոչ թե միայն քեզ մերժեց, ինձ մերժեց, Սուրբ Գիրքի պատվերը անազատ լինելով, Աստված հասկանում է, որ երդասարդ է, նոր է, դակավին հիմա համեմատությունը նույնը չէ, Իսրայելի ծերերը ուրիշ բան է։ Նրանք պետք է իրենց օրենքը գիտնային, Մովսեսի օրենքը գիտնային։ Նրանք բան չունեն ասելիք, բաճարապանություն չունեն խուսափելիք ասելիք, որ ասելու, որ մենք սխալ բան աստեղ չենք տեսնում, չգիտեինք, համոզված չենք, Աստված ասած էր պետք եղած, եւ արդեն Աստված իրեն ասեց Սամվելի, գնա, արա, ինչ որ նրանք ասացին, որը նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ մերժում են ինձ, որ թագավորեմ իրենց վրա։ Եվ հետո 8-րդ համար, ինչպես բոլոր այն գործերը, որ նրանք արին իմ նկատմամբ, Եգիպտոսից նրանց հանելու օրից մինչև այսօր, որ լքեցին ինձ եւ ծառայեցին ուրիշ աստվածների, այդպես էլ անում են քո նկատմամբ։ Հիմա հաջորդ հարցը թիվ 5, որ լուրջ մտահոգություններն ունի Աստված։ Այսինքն Աստված ինչու մտահոգ է, մարդկային առումով գխոսանք, այդ առումով ոչ թե Աստված քունը փախցնում է գիշերը, որ Իսրայելը ասպես արեց, ես չգիտեմ ինչ պիտի անեմ, քան որ իրենք հիմա ասպես որոշեցին, վայ մամա ջան, ես ինչ անեմ, ցերկերս ոնց որ կապված են, բռնված են, շղթայված են։ Ոչ։ Աստված Սամվելի իր սրտի մտահոգությունը ցուցաբերում է, որ Սամվել հասկանա, որ այս խնդիրը լուրջ է Տիրոջ համար։ Ուրեմն 5-րդ հարցը, որ լուրջ մտահոգություններն ունի Աստված Իսրայելի խնդրանքի վերաբերյալ, համաձայն այս 7 եւ 8 համարների։ Առնվազն քոնե երկու բան գարանք ասել։ Իրեն մերժեցին, հա։ Երկրորդն անդրեցին ուրիշ աստվածներ։ Հա, գրաբաշխությունից մի խոսքով այգեղբոր սաշիտակի, որ իրենք կարծում են, որ իրենք Եհովան բաշխտում են, ծառայում են, երկրբակում են, բայց դեռ դուրս չեն եկած այնտեղից։ Եվ սա ոնց որ այսին դադական խոսքեր են Աստուծուց, որ Աստված ասում է, որ
Հա, դեր այնտեղ են դակավին։ Սրդերնին, այսինքն այն սխալ ճանապարհներումը մերժեցին Աստուծո իբր թագավոր։ Մերժեցին ուրիշ ինչ։ Սամվելի իբր մարգարե եւ դադավոր։ Մա Սամվելը չի լացում նրա համար, ինքը որտեղ նրա նպատակն էր որ դերը բարավորվի, որ գիտե որ եթե դերը բարավորվի ժողովրդին ազատությունով ժողովրդին լավության համար է։ Սամվել սխալ բան չի անում։ Եվ սա միևնադեն ուրիշ պատճառ է գարան, որ սա ազո դադական բադիժն է։ Ազո դադական բադիժն է, որ ասված մի խոսք հիշում եք հռոմայացիների մեգում, երբ հռոմայացիների մեգում մարդկանց գեցվածքը ազո դեմ, ասված ինչ ասում է ազոխը, 3 անգամ ասում է հռոմայացիների 1, 24, 26 եւ 28 համարներում, ասված նրանց տվեց իրենց մեղքերին։ Այսինքն մի խոսքով դեմը գալիս է որ ասված ասում է կացեք ինչ ուզում եք արեք, երբ որ ասված այդպես անը մեգումի հետ, անադիմի հետ, անհատը այլևս չի զգում մեղքի այդ բերը նրա վրա։ Սուրբ ոգին այլևս չի խոսում։ Եվ անցը կարծում է որ հանդիմություն չի կա, հանգիստ անպան լավ է, բայց սա ամենամեծ բադիժն է, այո։ Հա, այո, եթե օրինակ դու իբր ծնող զավակիդ օրինակ չի դաստիարակես, զավակը կարելի վերջը չկարծե որ չասե որ հայրս հոգ չի անում իմ վրա, չասե ուրեմն անպան լավ է։ Անպան լավ է։ Երբ որ ասես գնա այլևս ես պատասխանություն գրում, ուրեմն արդեն նույն վիճակն է, երբ որ արդեն ճար չկա, ասես դե որ որոշեցի այդպես ապրես առանց ծնողի Դե գնա ինչ ուզում ես արա։ Նույն արդեն աշկի առաջից որևէ ասինքն իր հովանու տակից ազատ ես մեղքի։ Այո։ Իրեն հովանու տակից եւ որ դուրս է գար, սա խնդրեմ է, խնդիրը։ Ազո հովանու տակից։ Ժողովուրդը ընտրելով տեսանելի իշխանություն, ոչ թե անտեսանելի Աստծո իշխանությունը, մերժելով տեսանելի ուզելով հավաստար մերժել իրական Աստծուն։ Ասուն, մարգարեին Աստծո մարդուն։ Եվ ազո դադական բադիժը իրենց վրա բերում են։ Այսինքն Աստծո վստահությունն են իրանք մերժում, Աստծուն որ պիտի վստահեն եւ ապրեն, վստահում են սովորական մարդկային Մագանացու մարդու։ Յա։ Եվ հետո ասում է եւ հիմա 9-րդ համարը։ Եվ հիմա դու լսիր նրանց խոսքը, բայց նրանց հայտնի դարձրու եւ հասկացրու այն թագավորի իրավունքը, որ իշխելու է իրենց վրա։ Այսինքն մի խոսքով, հիմա թագավորը ծեր վրայով հետեւյալ բաները պիտի անե։ Դուք պատրաստ եք, որ նրա ցերքի դակ խոնարհվեք, ծառայեք այդպիսով։ Եվ կարդանք հաջորդ քանի մամարները։ Եվ Սամվելը դիրոջ բոլոր խոսքերը ասաց ժողովրդին, որը թագավոր էր ուզում իրենից ուզում էր։ Մեկ արա ասել, որ մենք զորնակ փղշտացիների կով չգնացինք, մենք Սամվելից ուզեցինք, ընդունելով, որ Սամվել ինք հոգևոր մտայնությամբ Սուրբ ոգով մարդ է, ուրեմն ինք կարա ընդրել շիդականցը մեզ համար։ Այդ հասկացողությունը կա։ Չենք ասում, որ ժողովուրդը լրի ոնց որ փղշտացիների նման անասված են, գրաբաշտ են, ոչ, բայց էլի նրանք տակավին այդ հին ճամփաների մեջ են։ Եգիպտոսի օրերից նրանց դուրս գալե իվեր թերդագավին շատ բարգա չի փոխված եւ ասաց 11 ամառում ցես վրա իշխող թագավորը ինքը թագավորի իրավունքը այս է լինելու վերցնելու է ծեր դղաներին դանելու է իր համար մենք գիտենք սա ինչս է հայերս ինչու որովհետեւ պետք ունենք եւ նրանք էլ հասկանում են այդ կապարը եւ Տերն էլ հասկանում է այդ կապարը բայց հասկացեք, որ պիտի անես, դնելու է իր գարկերի եւ ծիերի վրա, որ վազեն իր գարկերի արջևից։ Հիշում եք Ափիսողոմը, Ադոնիան, ինչպես իրենց գարկերի արջևից մարդ ուղարկում էին այդպես թագավորներ ու բաներ էսա։ Եվ նրանց հազարաբետներ եւ հայրաբետներ են նշանակելու, որ նրանք հերգեն իր արդերը ու իր հունցը հնցեն եւ շինեն բادرազմի իր զենքերն ու իր գարկերի սարքը։ Եվ վերցնելու է ծեր աղջիկներին լինեն յուղակորց, խոհարար ու հացտուխ։ Եվ վերցնելու է ծեր ընդիր արդերը, այգիներն ու ցիտենիները եւ դալու է իր ծառաներին։ Եվ ծեր
ցանկերից ու այգիներից տասանորդ է վերցնելու եւ դալու է իր ներքիններին ու ծառաներին եւ վերցնելու է ծեր ծառաներին ու աղիներին ծեր լավակույն երիտասարդներին ծեր էշերը եւ իր կորձի համար ծառայեցնի ծեր հոդերից տասանորդ է վերցնելու եւ դուք լինելու եք նրա ծառաները եւ այն օրը դուք կաղաղագեք ծեր ընտրած թագավորի պատճառով բայց այդ օրը դերը պատասխան չի դասես այսինքն Սամուել ասում է նայեցեք կանոն դերը ասեց արա ինչ որ ուզեցին օքեյ մի խոսքով դուք նրա ծառաներ ամբողջությամբ ինչ որ ուզենա պիտի անեցես այդ անելու է դուք այսինքն մի խոսքով իրավունք չունեք կանկադելու նույնիսկ այդ տիրոջ կանկադեք ինչպես որ դադավորների օրումը աղաղում էին Աստծո որ նեղի գալիս էին դերը պատասխանում էր ողորմությամբ այս անգամ չգա այլևս եթե այդպես ասնի Այսինքն շնորհից մտնում են օրենքի տակ օրենքի տակ այդ հասկացողությամբ յա սակայն Մինչև այն ժամանակ Աստված տալիս է հիմա թակարը վերցնելու այդ ամեն ինչ օրենքով դաշտեր երեխեք զավակներ ամեն բան Իրանք էլ իրաց երեխեք հողտանիքով ամեն բան հա Այսինքն ազատությունից մտածելակության Հիմա ոչ թե դեմոկրատիայից գնում է ուրիշ բանի, հիմա թեոկրատիայից, այսինքն աստուծո իշխանությունից դուրս գալիս էին, հա, theocracy, աստուծո թեոկրատիա ասենք մեր հասկացությամբ գնում են մարդկային իշխանության տակ մտնում են եւ նրա ստրուգը լինում են։ Հիմա հետեւյալն է հարցը, ո՞րն է ավելի լավ աստծո ստրուգը լինել, քան թե մարդու։ Աստված արդարը ողորմածը սիրում է Աստծո ստրուգը լինել ավելի հեշտ է։ երկու իրոջ ծառայությունն է այս կամ հոգևոր կամ Մամոնա կամ Աստված Չեք կարա երկու տիրոջ ծառայ կամ Աստծուն կամ Մամոնային Իսկ օրնությունը Աստծո մոտ է Մամոնայի մոտ օրնություն չկա ժամանակավոր Աստծո մոտ ծառա լինելը հենց Աստված ինքն է ծառայում Հա, որտեղ ժողովրդին արդեն is ինքը Սիրում է Աստծոսերը որտեղ Elmeyde talis asıl sadece Yusuf Ersuma et atarıyorsun. Ne yapalım? Հա, Դատավորների մասին է, չէ՞, խոսքը։ թակավոր, king, Չէ, միջև թակավորները եղել են դադավորներ, այո, judges։ Դատավորների գրքի մեջ է, Պեչի գլուխը հիշում եք, որ գրած է որ Ամեն մարդ իր ուզածը ուզա 21-25-ում, դադավորած 21-25-ում։ Հա։ Եթե հիմա ասում ենք, որ լավ է Աստծո ստրուկը լինել, բայց Աստվածն է նույնպես ասում է, որ այդ ժամանակ շատ վատ էր վիճակը։ Շատ վատ էր վիճակը այդ առումով, որ իրենց մեղքերու պատճառով, ոչ թե որովհետև Աստված ինքը ցախողած էր իրենց հոգ տանը։ Այսինքն կոռուպացիա հատավոր։ Վատ չի կներեք, ամեն մեկը իր մեղքի տակ է, հիմա մի հատ գոնե մի մարդ կլինի, որ Ավելի քեշ պիտի լինի։ Մարդիկ արդեն իրենց մեղքի մեջ մնում են, շարունակում են անհատական տերդագավին թակավորն ա պիտի իրենց մեղքեր ավելացնե, ինքն ա պիտի Աստծո առջև մեղքեր կործե, ազգով պիտի մեղ կործեն, ինչու որ նրանք մերժեցին Աստծո առաջնորդությունը։ Այդ է։ Այս դատավորների գլուխը ինչա գրած, вообще ինչ են անում էլի, սա ինչ մեղքեր կա, ասչերենկաներ հետ է էլի, որ Բավական մեղքեր կա դատավորած գրքի մեջ, այո։ Արդար մարդ չկա, բոլորին մեղ կործեցին, միակ արդար դատավորները, թակավորները չկա, Մարդու եւ Աստծո փոխհարաբերությունն է բացի։ Այդ ժամանակ ասում են որ մարդիկ, ոչ թե կոնկրետ մարդիկ։ Սա ասել չէ որ հոգևոր մարդիկ չգային, ավադարի մարդիկ չկային, բայց ասեն ընդհանուր առմամբ general ծավով, այդպեսով։ Այո։ Հիմա 10-ը համարը ասանք հետեւյալ հարցի հետ կապ ունի մեր 7-րդ հարցի հետ։ Սակայն ժողովուրդը ճուզեց լսել Սամվելի խոսքը։ Ճուզեց եւ ասաց. Սա չի նշանակում որ չգային նրանցից ոմանք որ չմտորեցին որ մենք ինչ ենք անում այստեղ։ Կային կարող, բայց ժողովուրդը մեծամասնությամբ ընդհանուր ցևով այդ առումով ասաց ոչ թող անբաճար մեզ վրա թակավոր լինի իհարկե սա երեցների առաջնորդությամբ Իսրայելի երեցների առաջնորդությամբ անբաճար մեզ վրա թակավոր լինի 7-րդ հարցը ինչու է մարդկանց համար այդքան դժվար վստահել միան Տիրոջը Հավատի բագասը, մարդոց հավատում են, հա։ Տիրոջ չեն տեսնում, մարդոց հավատում են, մարդ արարածը այդ սովորություն ունի, ինչ որ տեսնում է, ավելի հեշտ է հավատալը, քան թե ինչ որ չի տեսնում, բայց մենք գիտենք Աստծո խոսքից, թե հին ուխտում, թե նոր ուխտում, ով
Աստծո խոսքը ինչ ասում է, որ Աստված ինձ սիրում է, հավատքը։ Հավատքով Աստված բարավորվում է եւ հավատքով մարդ արարածը հարկում է Աստծո։ Մենք ալ ավադացյալներս երբ աղոթում ենք Աստծո հավատքի աչքերով, համբերությամբ, հուսալով միայն նրա վրա, որ մեր օգնությունը Տիրոջից է։ Սա չի նշանակում, որ մենք մեր բաժինը չենք անում, երբ մենք բաժինը անում ենք եւ ուրիշ այլևս չենք կարող մի բան անել, գիտենք, որ մեր կարողությունից կերիվերա ումի պիտի վստահենք։ Աստծո պիտի վստահենք, բայց նրանք այդպես չէին անում։ Նրանք թակավոր ուզեցին, քան թե ասեն, որ մինչև այսօր Տերը մեզ Եգիպտոսից հանեց, այստեղ բերավ։ Եվ հաստատ որ Սամվել հիմա Աստծո խոսքից նրանք պետք է գիտնային, նախորդող Աստծո խոսքից պետք է գիտնային, նախորդող Աստծո խոսքի հայտնության միջոցով պետք է գիտնային, որ նրանց վստահություն միայն Տիրոջ վրա պետք է դրվի, ոչ թե մարդկային ուժի վրա, ոչ թե թակավորների վրա։ Եվ Սամվել, հիմա ես համոզված եմ, որ Սամվել հիմա այստեղ գրված չէ, բայց Սամվել իրենց հիշեցրած գլիներ ասելով, որ դուք ինչ եք անում այստեղ։ Մի խոսքով, ինչպես որ Տերը ասեց, ինձ մերժեց, քեզ չմերժեցին, ինձ մերժեցին։ Ժողովուրդը ինձ մերժեց։ Ուրեմն հավատքի բագասը գա, որտեղ ավելի հեշտ է մարդու վստահելը, մարդու բազուկի զորության վստահելը, քան թե Աստծո վստահելը։ Եվ 20 համար ասում է, եւ մենք էլ լինենք բոլոր ասկերի պես, ու մեր թակավորը կառավարի մեզ, նա դուրս գա մեր առաջ եւ նա մեզ առաջնորդի մեր բادرազմներում։ Ինչու՞ որ նայեցեք, մարդկային առումով պիտի մտածեք նրանց մտահոգությունների նկատմամբ։ Նրանք այլևս հոգնած էին։ Այդ 4 կողմի ազգերը կան եւ ավելի պիտի բարտանա հարցը իհարկե, Դագավին պղշտացիների այդ, ասենք, վտանգը կա եւ Դագավին պիտի լինի։ Մենք գիտենք Սամվելը, նրոջուն Սավուղը արդեն վերջը 31-րդ գլխում թակավորած առաջին թակավորացի մեջ ինքը սպանվում է ումի կողմից, պղշտացիների կողմից։ Այսինքն թեր ախնդիրը կա նրանց հետ, պատրաստ կա նրանց հետ։ Եվ նրանք մարդկային առումով գարած արտարացնել նրանց այդ, ասենք, գարձեք թե միամիտ չէ մոդեցումը, ինչու որ նրանք արդեն հաշվի առած են, որ եթե թակավոր չունենք, ոնց որ առաջնորդ չունենք, մեկ որ մեզ առաջնորդի, մեկ որ նրա խոսքը մտի գանենք, նրա դրոշի դակ գանքնենք, նրա հետևենք, ավելի լավ ստացվի։ Ինչու եթե փորձառությունը չունես, էլի փորձենք այս մեթոդն, այս ցևն, այս ֆորմատը։ Նույն թեման է, վստահությունը Աստծո փոխարեն որ Աստծուն վստահեին, փորձում են վստահել մարդու իշխանությանը, փրկարար, մարդու փրկարար գործին, այսինքն թակավորը։ Կան դե եղբայրս Տիրոջից խնդրեն Սամվելի միջոցով, որ ով Տեր նայ, երկու այդ աստեղը ունենք դադավորներ, որ լավը չեն։ Ինչ կարաս մեզ առաջարկել Տեր ջան, այդ առումով։ Հա, նոր դատավոր տակ փոխարեն մեկի, քոնման մեկին տա, ինչ որ մեկին։ հա, Սամվելի նման մեկը լինի, այո, Վարեմ ջան, հա։ Կարող եք ասել, որ այս մարդկային մոտեցումը մնում է միջև Քրիստոսի երբ որ ծնվել է, եկել է արդեն սկսել է քարոզել, իրանք էլ են սպասում Մեսիա թակավոր որպեսի մարդկային թակավոր։ Շատ երու գնացիր։ Դե Դու շատ հոգևոր մտածելակերպով գնացիր։ Իրավանական մտածելակերպ ասացիք սուտ գրքով ենք մտածում միշտ առաջ։ Սախ մազերից է գալի էլի։ Հայ եղբայրս հիմա մեր դարդերը մի բացեր, հոմ մի գնա։ Շատ լավ։ Հիմա 8-րդ հարցը Միշտ է սենց է։ որն է ժողովրդի թակավոր խնդրելու հիմնական պատճառը։ 20-րդ համարում։ Այնտեղ է։ Որ հա, ուրիշ ազգերի պես լինենք, հա, Նորից պատճառաբանություն, հա, որովհետև այդ դիրքում որ թակավորը իր ուզում պատերազմել չկար, վտանգ Չէ։ չկար։ Ընդհանրապես կաշառակերություն էր։ թիմի խնդիրը, այո, կոռուպցիա, այո։ Չկար։ Հա։ Չէ, այստեղ այո, այստեղ չունենք։ Պատճառ բերեցին, որ բավոր պատերազմ եղավ, բավոր էս Որ լինի ուրիշ ազգերի պես, ոնց որ իրաց թակավորն իրաց առաջացնում եւ պես։ Որ բادرաստ լինեն հետակայում։ Ունենան այդ իրաց առաջնորդի, իրաց առաջնորդի, Yeah, իրաց պատերազմի եւ իրաց կդատի եւ Այսինքն նրանք ոնց որ ապահովություն, ռազմավարական ապահովություն ցանկանում են, որ նրանք ինչու որ այլես հոգնած էին այդ բոլոր դարբեր ազգերից, որ իրենց ոնց որ նեղություն տալիս են, խոշոտում են, ուզում են նրանց, այսինքն բնաճ ինչ անել, չգիտեմ ինչ անել,
այլևս ասեցին նրանց մարդկային տրամաբանության չենք կարող ասել որ սխալ է բայց նրանք արդեն պետք եղած առաջնորդություն ունեն Տիրոջից դատավորների օրերուն դեսած էին նույնիսկ ինչ որ Վահրամ եղբայրը ասեց այո այնօդենը ամեն մարդ իր ուզածին պես անում էր սա չի նշանակում որ Աստված դակավին չկար հավատարիմ մարդիկ չկային Աստված արդեն գիտենք երբ դատավորներ ԱԴՆՄ-ը բարձրացնում էր որ ժողովրդին ազատեն եւ Աստված իր ողորմության համաձայն ժողովրդի խնդրանքը աղերսը մտիկանում էր պատասխանում էր եւ ազատում էր բայց ասպարակայում Սամվել ասեց մի քակ այն օրը երբ Տերը ցեզ ոչ ասի մերժի կանո դուք թակավոր ուզեցիք ծեր գամքի համաձայն դեր այլևս ոնց որ ամասելիք չունի ցեզ եւ Սամվելը լսեց ժողովրդի բոլոր խոսքերը եւ ասաց Տիրոջ ագանչին եւ Տերը Սամվելին ասաց լսիր նրանց այնը եւ նրանց վրա թակավոր դիր եւ Սամվելն այդ ժամանակ Իսրայելի որդիներին ասաց թող ամեն մարդ իր քաղաքը գնա հիմա սա ասելուց է որ օքեյ գնացեք հիմա սպասեք այո 8 եւ 9 եւ 10 հարցերը վերջին երկու հարցերը այս գլխի լույսի ներքո արդյոք Սամվելը լսում եւ կատարում է ժողովրդի ցանկությունը կամավոր կերպով ուզելով ոչ հա ինքը հա ասա 21 համարը եւ 10 համարը եւ 21 այստեղ տենում եմ իշկանա Սամվելը վերնի ոնց արել հավատալի ասում որտեղ սա բոլոր բարերը ասում ինքը ասեց ժողովրդին բոլոր բարերը կարար թաքցներ կարար շահեր ուրիշ ձևով կամ սուտ խոսար չէ կարա դառներ իր ուզած աներ իր շահելու համար կարար եթե Սամվելը ոտ կողեր ասեր որ չէ այդպես բան պետք է չլինի ժողովուրդը վախենային նրանից բայց կանոր ինքը Տիրոջը հարցրեց Տերը սա արա ասաց Կավենք ասել որ այսօր էլ որ մենք քարոզում ենք կամ Աստծո խոսքը փոխանցում ենք մենք պետք է բոլոր Աստծո խոսքերը փոխանցենք միայն մերը չէ մեր պետք չէ լինի արդեն Աստծո խոսքը պետք է ինչ որ փոխանցենք երբեք այո եւ այո ադի լավ սկզբունք է Վահրամ ջան այո որտեվ Սամվել ինքը Տիրոջ խոսքը փոխանցեց Տիրոջը սազը ինքը իր քխի եկածը չփոխանցեց այո ադի լավ սենք բան է նկատողություն է այդ առումով լավ դիդարգում է ինքը բոլոր մարդկանց ուրեմն ինքը ոչ թե միայն չի խափում Աստծուց իրականության մեջ ինչ որ լսում է մարդկանցից ինքը ասում փոխանցում է ու չի խափում էլի ճիշտ է ասում հա հա Տիրոջ խոսք այո Սամվելի վրայով սխալ բանը չենք տեսնում այսինքն իր հոգևոր առաջնորդությունը ծառայությունը հավատարիմ է եւ նրա համար է որ ասեն Տիրոջը ամենասիրված մարգարեներից է Աստծո ծառաներից է այդ առումով Թիվ 10-րդ հարցը մեկ անցկա որ խնդրեմ որ ինք առաջին հնարավորություն ունենա պատասխանելու այո Արազ եղբայր ջան կարող է Աստված նայ բարիք բերել վատ որոշումից Իսրայելի կողմից թակավոր ընտրելու դեպքում ինչպես է աբացուցվում սա աբակայում այսինքն այդ բարիկը ոնց կարանք տեսնել աբակայում ոնց աբացուցվում է հիմա այս հատվածը այս պատմությունը նկատի ունենալով այս հարցը ոնց կարաս պատասխանել մի քիչ առաջ բոդիգացար բայց ճուզեցի ավելի մեջ մտնել որ այստեղ արդեն պիտի խոսենք հա սպոյլեր չենք կարող Զնուտոց գրացինք օքեյ ինքը եղբայրները վատ բան որոշեցին բայց Աստված բարիքի վերածեց Հովսեփի պատմությունը օքեյ հիմա որ բարիքի վերածեց ասելով Հովսեփին տարավ սկզբից հետո տարավ փարավոնին ասեն խոսքի կարգեցի ունեցածի վրա չէ ասված ինքը ոնց որ պլան B էր սա երկրորդ ծրագիր էր սա չէ թե դա իր ծրագրի մասն է իր ծրագիրն էր սա սկզբանից հա Հովսեփին բարձրացնի, իր ժողովրդին բերի, շատացնի 430 տարի հետո պետք է այս բաներն անեն։ Շիդակ։ Բայց այստեղը գալով, այսինքն fast forward, արչև գալով։ Գեցի։ Հիմա գալով այդ Աստծո սամենը ինչ որ անում է, դա իր ծրագրի մի մասն է։ Մի մասն է։ Ինչպես ժողովուրդ գրքի 3-ից 11 նա ամեն բան պատշաճ արել, իր ժամանակին նա հավիտենականություն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից միշտ հասկանալ Աստծո արած գործերը դա մեր
տրամաբանությամբ մենք չենք կարող հասկանանք Աստված ինչ է ուզում անել։ Որպես աշխարհիկ մարդ մենք Աստված գործ նայում ենք անարդարություն, բայց որպես հոգևոր մարդ խոնարհությամբ ընդունում ենք Աստված ծրագրի մաս կան։ Իսկ ինչ է մնում է դրան, որ Աստված կարա բարի քանի։ Բայց ինչ կոնկրետ կարաս ասես ինչ կոնկրետ։ Այս հատվածի առումով այդ բարիկը, որ Աստված ինք արդեն մտադրած է անել, ինչ է։ Թագավորին։ Դավթի։ Եվ Դավթի արմատը ով է։ Հիսուս Քրիստոսն է բանը։ Նա է։ Երկրորդ օրինակ 17-18-ից ասում է ես ձեր միջից մի մարգարետ կանեմ, գալիս է։ Այ։ Ու սկիզբը, որ ասեմ որ գիրք ուսումնասիրես։ Բայց սա չի նշանակում, որ մարդիկը, որ հрьяաները, որ այստեղ Իսրայելի ժողովուրդը, որ են թակավոր ուզեցին, նրանք, այսինքն անբարդ էին։ Աստվածը թույլ տալիս ամեն բան։ Հա։ Այսինքն մարդկային ընտրության մեկ էլ Հա, ազոգամքը եւ մարդկային գամքը եւ նրա պատասխանատվությունը։ Մեզ թվում է դա մեր ցանկությունն, բայց դա մեր ցանկություն չի, դա Աստծո ծրագրի Մաս է։ Աստվածը թույլ տալիս։ Եվ Աստծո գամքը շատ անգամ ասպես բացահայտվում է մարդու սխալի կամ մեղքի միջոցով։ Բայց երբեք մենք չենք կարող ասել, որ ինչ-որ գիրագի օրնա խոսեցանք, որոնց Աստված ինքը մեղքը իր հանցանքը նրանն էր, որ ինք ժողովրդին ուզեց, որ ընդրեն թակավոր ոչ, Աստված ինքը չէր գամենում, Աստվածը ստակ արեց, որ իրենք ինձ մերժում են, բայց արա ասեց, բայց Աստված ոնց ինքը ուղղորդում է մեր կյանքը, մեր մեղքերի միջոցով նույնիսկ, ոնց ուղղորդում է մեզ, մեր գործերը, մեր խոսքերը, մեր մտորումները, մեր դրդապատճառները, ամեն բան, Աստված վերջը իր կամքը անում է, որ վերջը Դավիթը պիտի բերի, ումի միջոցով Հիսուս պիտի կար։ Էդա։ Այսինքն չեն կարող ասենք, որ Ադամ ու Եվան մեղք չեն կատարել, որովհետև Աստծո Կամքը կատարած է նսելով։ չէր իրականացնում։ Ուզում ասի, որ Մեղք գրիր, այո։ որ Ադամ ու Եվան Այո, բայց մեղքը իրենցն է։ Հա։ Դելի իրան մեղք են կատարել։ Չես կարող ասես որ Աստծո ծրագիր էր, մեղք են կատարել, Որտենց է Հուդանին էլ կարաս ասես։ Ինչպես։ Որտենց է Հուդանին էլ կարաս։ Հա, Հուդան ասես, որ ամբարդ էր գասես։ Հաբա, չէ, այդպես չէ։ So, ասկան եղբայրը քուրեր ջան։ So, եթե վերջնական հարցեր կան մեր այս տեքստի առումով, լա on-line մեր եղբայր քուրերից լա այստեղի հարցեր կան եղբայր քուրեր ջան։ Իգրան եղբայրը դեղա։ Հա, ասեք։ Ես չունեմ հարցեր։ Հա։ Մենք էլ չունենք հարց։ Շատ լավ Տիգրան եղբայր ջան, հա։ Ինքը բարձ գլուխը բարձ ասելով, այսինքն ոնց որ հեշտ գլուխը հասկանալու համար, իհարկե մեջ ինչպես տեսանք, լիքը սկզբունքներ կան, հոգևոր առաջնորդության նկատմամբ, Աստծո հանդեպ բնազանության նկատմամբ, հոգևոր աբես Աստծո առջև վարվելու նկատմամբ, իբր ազգ, իբր անհատ, կոռուպցիայի մեջ չընկնելու նկատմամբ եւ այլն։ Լիքը այդպես կիրառական թեմաներ կան։ Մեր կողմից հարցեր կա, եզրափակիչ կամ Թագավորին ուզում ինչպես հեթանոսներին Հա։ նմանին, կարանք ընդունենք ունենք օրենք ունեն, օրենքի տակ նույն սահմանափակումներ, պատվիրաններ, բայց աշխարհիկ ցանկություններ ելնելով չեն կարող աշխարհիկ ցանկություններ ելնելով են ուզում նմանվել ուրիշներին, որ ազատություն ստանան։ Նման Աստծո չեն կարող, որը ինչու աշխարհը կա նրանց մեջ, ուզում են աշխարհի նման լինել, նայում են, որ զորնակ Ռուսաստանը, Ամերիկան կամ չգիտեմ ինչ առաջնորդություն ունեն, մենք ալ ուզում ենք նրա նման, Աստծո պետք չունենք, Աստծո աղոթելու պետք չունենք, անշուշտ ես մի քիչ այսպես քաշքշում եմ հարցը, բայց հասկանում եք կահապարը։ Դեմարկային հատկությունը չգնահատել են Այս մեղքն է սիրում, մեղքը ուզում ես գնաս մեղք գործես։ Պապայից կողմից տակ կանդրոլը մի քիչ ուժ է, հսկողությունը չեք կարողանում։ Անդադ ասում ես գնում եմ արդեն առանձին ապրել։ Ինչու։ Եվ հետո վերջը ազատություն վերջը դառնում է բանի որդին է, մանարակ որդին, հետաքրքիր։ Ուշ թե շուտ գալու է, մի շուտ։ Բայց որ հետաքրքիր շահմա, որ հետ չի գալիս։
վերջո ծանողի հսկողության տակ եւ աստծո հսկողության տակ համատական սանում են, բայց ինքնատինում տարբերությունները նույնն է հսկողությունը ի բարու զավակի լավության զավակի համար, իհարկե։ Շատ լավ։ Բոլորս էլ միշտ պետք է ձգտենք մեր առաջնորդությունը, որ մեր առջև լինի միշտ այն աստծո խոսքը եւ առաջնորդենք աստծո խոսքով եւ սուրբ գրքով զանազանենք ճիշտ ու սխալը։ Ամեն։ Եվ սովորենք։ Ամեն։ Դրա համար շատ հաճախ ամեն օր գոնե պետք է աստծո խոսքի հետ մենք բաց ժամանակ անցկացնենք աստծո խոսքը կարդալ։ Ամեն։ Շատ լավ, աղոթքով ամբողջացնենք, հետո ազատ ժամ կունենանք շփվելու։ Հա, աղոթքով ամբողջացնենք։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք Տեր, անգամ միևս քո խոսքերի համար, շնորհակալ ենք Տեր, որ քո խոսքը հստակ է, բայց հնազանդելու կարիք ունենք։ Այո, Տեր, մեր սրտերում խնդրում ենք, որ ինչ որ սովորեցինք անգամ միևս, ինչ որ մեր մտքերում թարմացվեց քո ճշմարտություններով առնչությամբ այս հատվածից, թող լինի, որ ես Տեր, ինձ սկսյալ քույրերս, եղբայրներս, որ թե on-line են եւ թե ներկա են այստեղ ֆիզիկապես, մենք ավելի հնազանդողներ լինենք, որովհետեւ մեր վստահությունը քո վրա լինի, մեր բաժինը անենք, իհարկե։ Մենք չենք կարող ասել, որ ամեն բան Աստծո վրա թողենք, չէ, դու բաներ ասած ես մեզ, որ մենք պետք է անենք, սկսյալ, ինչպես Արթուր եղբայրս մեզ հիշեցրեց, քո խոսքը կարդանք, օրական եւ մտորենք նրա վրա, հնազանդենք նրան։ Ով Տեր, շնորհակալ ենք քո խոսքի համար։ Օգնիր մեզ, որ ինչ որ անենք, թող միշտ նպատակի մեր ունենանք, մեր նպատակում ունենանք, որ մեր ցանկությունը քեզ աջեցնել է, ոչ թե ուրիշ թակավորներ, ուրիշ կուրքեր ունենալն է մեր կյանքերում, ապա քեզ միշտ նկատունալ, որ եթե քեզ ունենք, մենք արդեն ապահով ենք, մենք երաշխավորված ենք, մենք կարանք գիշերը հանգիստ քնել։ Ով Տեր, շնորհակալ ենք այս ճշմարտությունների համար, օրհնիր մեր բոլորը Տեր, Հիսուսի անունով խնդրում ենք քո բարքի համար, ամեն։ Ամեն։ Աստծո ցույց բոլորին որ եկաք Հա, հիմա մի րոպե։ որ